Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, Նուր հեռուստաընկերությամբ մենք մեկնարկում ենք 2025 թվականի մեր վերջին եթերը շատ տոնական, ջերմ հիշողություններով եւ ամենակարևորը ամանորի մասին զրույցներով։ Մեր հյուրն է Ինդուստրիալ կոմիտեի նախագահ Մարգարիտա Գրիգորյանը։ Ողջունում եմ ձեզ Տիկին Գրիգորյան։ Ուրախ եմ, որ այս 31-յան խառնաշփոթի մեջ նաեւ մեզ համար եք ժամանակ գտել եւ եկել եք մեր տաղավար։ Բարև ձեզ, շնորհակալություն հյուրընկալելու համար, շատ տաքուկ տաղավար է ու շատ հաճելի է զրույցի համար։ Ես անկեղծ ասած բոլոր 3 TV-ներում, որտեղ որ աշխատել եմ, Armenia TV-ում, Հանրային TV-ում եւ Fast Media-ում, թերևս ամենաքիչը Fast Media-ում, որտեղ այդտեղ շատ ավելի թեթև էին նոր տարիները նկարահանվում։ Բոլոր նոր տարիները խժդժոցի հետ է կապված, երբ նկարեցիր, երբ ավարտեցիր, իմ ամենատպավորիչ ամանորը Armenia TV-ում տեղի ունեցած ամանորն է, ինչու որտեղ դա իմ կյանքի առաջին ամանորն էր, որ նկարահանում ենք։ Մենք նկարահանումը արեցինք նոր տարուց գրեթե 10 օր առաջ եւ ավարտեցինք առավոտյան 6-ին մոտ։ Նախ իսկապես դա շոկ էր եւ ամբողջ մոնտաժային աշխատանքը, ինչ որ արեցինք, եթերին հասցրեցինք 11-ին մոտ, այսինքն 11-ին մոտ ավարտեցինք մոնտաժային աշխատանքը ու ես այդպես 11:30 տուն հասա։ Ես ամբողջ ընթացքում մտածում եմ ինձ տուն թողելու են, թե չէ։ Եվ թողեցին իհարկե, բայց ես բացի այդ խժդժոցից, որը տանը շարունակվեց, այնտեղ որ ավարտվեց քիչ չէ, հիմա էլ տանը միացնում ես եթերը ու ամեն վարքյան անհանգստացած ուզում ես նայես ինչ տեղի ունեցավ։ Բայց շատ տպավորիչ եթերներ եմ ունեցել նաև Հանրային հեռուստաընկերությունում, գնացք համար 1, թռիչք համար 1, դրանից առաջ ու Հանրայինի ամանորներն էլ ուրիշ հետաքրքրություն ունեն։ Դու ինչ որ պարտավորություններ ունես, տարբեր օրենքների եւ կանոնների առջեւ պիտի դրանք լինեն ոչ այսպիսին, ոչ այնպիսին, խիստ եւ այլն, բայց դու դրա հետ մեկտեղ պիտի կարողանաս տոն ստանալ եւ իհարկե բոլոր նոր տարիները հեշտ չեն նկարահանել, բայց շատ հավես ու հաճելի է, երբ որ դու տուն ես գնում միշտ առավոտյան կողմ, ամբողջ գիշեր մնում ես եւ աշխատում ես եւ իմիջիայլոց եթե ինչ որ մեկը որոշել է որ ինքը կին է կամ ինքը չի կարող եւ այլը հեռուստատեսությունը իր համար չէ։ Հեռուստատեսությունը ինձ համար երբևէ չի զիջել իր տեղը իմ ընտանիքի կողքին եւ անհնար է այդ մոգականությունը ինչ որ կա, դա նաեւ պարտադրողականություն է, որ դու պիտի ամեն դետալին ուշադիր լինես եւ այնտեղ լինես։ Ու դա շատ հաճույքով է եղել, բացի նրանից, որ առավոտյան որ տուն ես հասնում, մեջքի ցավից ու տենց հոգնածությունից եւ այլն, բայց անմիջապես մոռանում ես, երբ եթերի ես հասնում եւ տուն ես հասնում։ Ես ստորագրում եմ ձեր ասածի տակ եւ նաեւ մեր ամբողջ թիմը, որովհետեւ մենք էլ շատ մեծ լիցքերով, ճիշտ է հոգնած, բայց մեծ լիցքերով տուն ենք գնում եւ միացնում ենք TV-ին անպայման դիտելու այն 15 րոպեանոց հարցազրույցները, որի ետևում 3 ժամանոց աշխատանք է կատարվում։ Տիկին Գրիգորյան, 2025-ը նաեւ նշանավորվեց Ինդուստրիալ կոմիտեի շատ ակտիվ գործունեությամբ, կարճ կարող ենք ներկայացնել, քանի որ սա տարածված պրակտիկա էր աշխարհի տարբեր երկրներում նման կոմիտեներ ունենալը, ինչպես Հայաստանում պահը հասունացավ, արդյոք ճիշտ ժամանակին ստեղծվեց, թե պիտի լիներ, բայց ստեղծվեց այնուամենայնիվ մի փոքր ուշ։ Հանուն ազնվության ճիշտ ժամանակին թե ոչ ես այդ պահը բաց եմ թողել, ինչու որտեվ իմ բոլոր գոլեգաները, ընկերները, բոլոր հեռուստաընկերությունների տնօրենները այդ դեռ տարի ու կես առաջ բավական դժվար ճանապարհ անցնելով օրենքի նախագծի վրա աշխատելով ստեղծել էին արդեն Ինդուստրիալ կոմիտեն, Fast TV-ն, որը ես այն ժամանակ ղեկավարում էի, բավական ուշ միացավ, որովհետև այնինչ նոր է սկսում, իսկ մենք սպորտային ալիք էինք եւ տենց ահագին դանդաղում էինք այդ առումով, բայց երբ միացանք, արդեն Ինդուստրիալ կոմիտեն ահռելի գործեր արել։ Նախ ավարտել էին օրենքի նախագիծը, որը արդեն հաստատման էր ներկայացված, երկրորդ բավական լուրջ աշխատանք էին արել ԲՏԱ նախարարության հետ, տեխնոլոգիական նախարարության հետ, երկրորդ մյուս կողմից բավական մեծ եւ ծանր աշխատանք էին արել ՀՌՀ-ի հետ Տիգրան Հակոբյանը ահագին ժամանակ օգնել է Ինդուստրիալ կոմիտեի կայացման գործում, այսինքն այս առումով բոլորը համախմբված ինչ որ գործ էին արել, երբ ինձ հրավիրեցին լինել այդ կոմիտեի ղեկավարը,
երբևէ ես որևէ աշխատանքի չեմ վերաբերվել թեթևությամբ, որովհետև միշտ հասկացել եմ, որ եթե քեզ ինչ-որ բան վստահում են, ապա հաստատ դու լիքը գործ կունենաս անելու եւ մեծ պարտավորություններ, ու երբ եկա ինդուստրիալ կոմիտե արդեն ղեկավարելու, իհարկե բավական տենց հետաքրքիր ժամանակահատված էր, երբ մենք պետք է որոշում կայացնեինք, որ ընկերությունը պետք է լինի մեր երկրում հեռուստաընկերությունների վարկանիշների չափման համար ընտրված եւ նաեւ գովազդի GRP չափման համար տարաձայնությունները այդ պահին շատ էին, մենք ուրիշ տարբերակներ ունեինք, բայց մենք հասկացանք, որ եւս մեկ անգամ պետք է անցնենք մի փոքր ճանապարհ, նորովի ընտրենք դրսից եկող այդ ընկերությանը, որը կլինի, եւ մի քանի ամսվա ընթացքում ընտրեցինք բրիտանական արմատներով հնդկական ընկերության Indietronics ընկերությունը, որը գիտեք բավական հետաքրքիր փորձ ունի, որովհետև չափում են Նեպալը, Աֆրիկայում շատ երկրներ, Հնդկաստանի մի հատվածը եւ բավական զարմանալի մեծ ընկերություն է այն առումով, որ բավական բարդ է պատկերացնում եք ինչ քանակի տարածք է կարողանում ընդգրկել իր չափման մեջ եւ մենք հասկացանք, որ թերևս այս այն ընկերությունն է, որը կուզենք որ լինի Հայաստանում, ավելին ասեմ, ֆինանսական առումով այն մեզ ամենահարմարն էր։ Պիտի խոստովանենք, որ բավական բարդ վիճակում է այսօր մեդիան եւ մեդիայում աշխատողները վստահաբար նվիրյալներ են։ Մեդիայի տնօրենները խենթեր են, որովհետև եթե իրենք կարողանում են մեդիա պահել եւ աշխատել, գիտեք, այնքան հեշտ է կողքից ասել, դե թողանեն, այսպես չէ, այնպես չէ։ Հիմա դուք նայեք ձեր տնօրենի արած աշխատանքը կամ որևէ մի տնօրենի պարտավորություն ունի ոչ միայն աշխատանքային ունենալ, պարտավորություն ունի բավական թիվին բիզնես դարձնել։ Իսկ մեդիան այն էլ դիջիթալ աշխարհում, թվային աշխարհում բավական բարդ է, հատկապես որ ազնիվ լինենք, որ տարիների ընթացքում մեր մեդիան ունեցել է այնքան խնդիրներ, որ այսօր հասել ենք այդ իրավիճակին։ Բայց գիտեք, մենք այսօր պիտի խոսենք միայն դրականից, իսկ ես շատ դրական եմ ապրում առհասարակ բոլոր հնարավոր այո, բոլոր հնարավոր իրավիճակներում, ասեմ, որ ես վստահ եմ, որ երբ մենք հունվարի 1-ից կստանանք ցուցանիշները, իսկ փետրվարին ամբողջությամբ կունենանք պատկերը, մենք բոլորս կտեսնենք նոր պատկեր, մենք կունենանք նոր տվյալներ եւ ես շատ մեծ հույս ունեմ, որ բոլորիս ջանքերը կբերեն նրան, որ մեդիա դաշտում նոր գովազդատուներ կհայտնվեն, նոր վստահություն կլինի եւ իմիջայլոց ամենակարևոր բանը TV-ները Ինդուստրիալ կոմիտեում տեսալսողական բառը մենք բաց ենք թողում, տեսալսողական ինդուստրիալ կոմիտեում հավաքվելով կարծես թե դարձել են մի ամբողջ ընտանիք եւ վերջապես մեր համքարությունը, մեր համայնքը, մեր ընտանիքը ամբողջացել է եւ թերևս բոլոր տնօրեններին եմ ուզում շնորհակալություն ասել, բոլորին, որովհետեւ չկա մեծ եւ փոքր հեռուստաընկերություն, կան հեռուստաընկերություններ, որոնք բոլորով այսօր գիտեն, որ անում են մի գործ, ինչը հանունի համար է եւ ոչ թե ընդդեմի։ Սա շատ կարևոր է։ Այո, շատ կարևոր է։ Ընտիր 2025-ը ամբողջությամբ ամփոփեցիք, ես առաջարկում եմ մի փոքր հիշողությունների գիրք ընկնենք, քանի որ ամանորի մասին միշտ հիշելիս ջերմանում ենք հնարավորինս շատ։ Ինչպիսին է եղել ձեր մանկության ամանորը ու ինչ հիշողություններ կան, որ մինչև հիմա եկել է ձեզ հետ։ Գիտեք, ես ոչ շատ երիտասարդ եմ եւ ոչ էլ շատ մեծ, որպեսզի ինչ որ բան մոռանամ կամ դեռևս մնամ այն մոռանամ կամ չհիշեմ այն ամենալավ ժամանակները։ Ես անկեղծ ասեմ, ես ունեցել եմ հրաշալի մանկություն եւ շատ արտասովոր մանկություն, ինչու, որտեվ ես մեծացել եմ 6 երեխաների մեջ։ Ես 6 երեխաներից մեկն եմ, առաջինը։ Եվ առաջինի համար դա շատ պատասխանատու է։ Ամանորյա բոլոր տրամադրվածությունները մեզ մոտ ինձ տպավորվել է շատ կարևոր մի ավանդույթով։ Իմ ծնողները միշտ դեկտեմբերի 31-ից առաջ կամ 29-ին կամ 30-ին
անպայման այն ինչ որ առնում ես, պատրաստում ես եւ այլն մեր բոլոր երեխաների համար մի հատ փոքր խնջույք էին կազմակերպում եւ մենք տանը այն ամենալավ բաները ինչ որ գնել էին եւ այլն, ասենց սիրուն սեղան էին դնում, մենք բոլորով նստում էինք, ուրախանում էինք, որ հեսա գալու է նոր տարին։ Այո։ Եվ այդ շատ տպավորիչ էր ու ամենայն անկեղծությամբ ես ինչու ասացի, որ ես դեռ ոչ շատ երիտասարդ եմ, ոչ էլ շատ մեծ, իմ կյանքում մնացել է այն փոքրիկ տոպրակների գաղափարախոսության հիշողությունը, որի մեջ մանդարիններ, կոնֆետներ եւ լավագույն նվերներ բոլորիս համար։ Ես միշտ սիրել եմ արջուկ կոնֆետը, իմ տուփի մեջ դա կար, բոլորը դա շատ լավ գիտեին, արդեն իմ ընտանիքի փոքրերը արդեն մի քիչ ուրիշ ժամանակահատվածում էին ապրում, նրանք սկսեցին ուրիշ ձև նվերներ ստանալ, բայց ես հիշում եմ այդ հրաշալի իմ ծնողների կազմակերպած մինչև հենց 31-ի ճաշկերույթը միշտ, որ միայն մեր ընտանիքի համար էր, այն ժամանակ բավական հեշտ չէր ամեն ինչ ճարել, բայց եթե ինչ-որ մի լավ բան կար, մայրս եւ հայրս անպայման մեզ էին առաջինը հյուրասիրում, մեզ էին բացատրում այդ խորհուրդը, ինչ էլ որ ուզում էր լիներ, տենց մենք բոլորով 6-ով կարողանում էինք շատ ուրախ դա անցկացնել ու ինձ համար հայրս չկա, նա մեր ընտանիքի ամենամեծ ուրախությունն էր, որովհետև անասելի մեծ հոգի ուներ ու ինքն ուրախ մարդ էր եւ նոր տարին ինձ համար տպավորված է եւս մի հիշողությամբ մենք հունվարի 1-ին արթնանում էինք ձվածեղի բույրով, պամիդորով ձվածեղի բույրով, որովհետեւ մենք բոլորս քնած էինք, հայրս արթնանում էր եւ ասում էր մի հատ պամիդորով ձվածեղ պիտի անեմ բոլորի համար եւ միշտ մեր հունվարի 1-ը կամ քրչիկով, այդպիսի հայկական շտլեպ ճաշ կա, որ էլի հայրս էր անում որովհետև երկու բան գիտեր, 1-2 եւ ինքը սիրում էր դա անել մեր բոլորի համար, այնպես որ նա հիմա լուսահոգի է եւ մեր պահապան հրեշտակն է, իսկ մայրս, որը 6 երեխաների մայր է, անասելի ուժեղ կին, մի քիչ ինձնից կարելի է ենթադրել եւ բոլորիս նկատմամբ չնայած իր ամբողջ խստությանը մեր բոլորիս մանկությունը տպավորվել է ամանորով հենց այդպես եւ ամանորը իմ կյանքի ամենասիրելի տոնն է ես ամանորին ով ինձ ճանաչում է պատրաստվում եմ շատ երկար ես տանը միշտ ունեմ բնական եղևնի ու միշտ հայթայթում եմ այնպիսի տեղերից որ վստահ լինեմ որ ամեն ինչ ճիշտ է Ես ափսոս այսօր չունեմ, այս տարի ես իմ ձեռքով պատրաստել եմ նվերներ խաղալիքների տեսքով, ես գործում եմ եւ ես ունեմ բազմաթիվ հետաքրքիր տարբեր գույների փոքրիկ գնդակներ, ասեմ կամ այս գեղեցիկ խաղալիքները իմ ձեռքով գործած եւ ամեն տարի նոր տարուն իմ ընկերները իմ հետ են լինում մենք մոտ 20-25 ընկերներով տարբեր ընտանիքներով դեկտեմբերի 31-ը նշում ենք մեր տանը Տիկին Գրիգորյան ինչքան բան բացահայտեցինք մեկ հիշողության մասին ձեր պատմությունը լսել ես երևի շատ երկար եմ ասացի բայց չդիմացա աչքերիս առաջ եկավ այն պատկերը մեր տանն էր նմանատիպ ամանորներ շատ են նշվել քանի որ մեր եթերն մոտենում է իր ավարտին առաջարկում եմ կարճ բլից հարցում անենք դուք պատասխանեք մեկ կամ մի քանի բառով ամանորի մասին Ամանորի սեղանը առանց որ ուտեստի չեք պատկերացնի։ Առանց մայրիկիս պատրաստած պասուց տոլմայի, որ եթե ինքը եղել են դեպքեր, որ բնականաբար մեր կողքին չի եղել, բայց ես դա պատրաստել եմ ինքս, որտեղ առանց դրա չեմ պատկերացրել երբևէ։ Հաջորդ հարցը ես ենթադրում եմ, ամանորն ինչպիսի հոտ բույր ունի ձեր հիշողություններում։ Ես արդեն ասացի պամիդորով ձվածեղի եւ մանդարինի։ Ընտիր։ Ամանորյա ամենատարօրինակ նվերը, որ երբևէ դուք ստացել եք։ Անկեղծ ասած չեմ հիշի ինչ-որ տարօրինակություն, եղել է մի անգամ… Ամենախետ, գուցե, տարբերվող որևէ նվերը, որն ամանորին ստացել եք։ Գիտեք, ես մի բան կարող եմ հիշել, որը գրեթե երկար տարիներ ինձ ուղեկցել է, ոչ թե որտեվ իմ ծնողները օրինակ եղել են տարիներ, մեզ շատ գիրք էին նվիրում, այն ժամանակ այդպես էլ չէր, որ մեր ուզած շատ խաղալիքները կային, անկեղծ ասած, միրգ էին նվիրում եւ այլն, բայց ես մի քանի տարի տենց անընդհատ բոլորի նվերներ առնելուց ասում եմ ինչ եք ուզում ինձ առնեք, ես ինչ եք ուզում ինձ եւ այլն, դուք ասեք, որ այդ առնեմ, որտեվ ավանդույթ ունեմ
բոլորի նվերները ես գիտեի եւ ստիպված իմնել էի դնում, որ իրենք երեխաներս հասկանան, որ իրենք չէին պատրում։ Մի տարի ասացի ոչ, այս տարի դուք եք անելու, ես չեմ առնելու եւ թերևս դա ամենատարօրինակն էր, բայց իրենք շատ սիրուն ինձ նվեր էին գնել ժամացույց ու երկու քույր եւ եղբայր, այդպես ինձ շատ լավ անակնկալ արեցին։ Թերևս տարօրինակ չէ, բայց ամանորի իմ ամենաշքեղ, ամենացնցող, ամենահրաշալի նվերը այն էր, երբ որ իմ տղան բանակում էր ու ինձ այնտեղից ուղարկել էին շնորհավորանք, բոլոր զինվորներով պահել էին շնորհավոր եւ ես այդպիսի մի նվեր էլ հետո մարտի 8-ին էի ստացել մամուջան շնորհավոր եւ դրանից ավելի թանկ նվեր երբևէ չկա, երբ որ տղադ քո կողքին չի, բայց դու նրա նվերը ունես ու գիտես, որ ջերմացնում է։ Երեկ էլ մենք ենք նման շնորհավորանք իմ եղբորից ստացել, հենց սահմանին կանգնած մի քանի տղաների մասնակցությամբ, դա իսկապես շատ հիշվող է։ Տոնածառ Զարդարելիս հիմնականում խանգարում եք, թե հակառակը օգնում։ Մեր տանը որևէ մեկը իրավունք չունի մոտիկ տալու տոնածառին, դա բացառվում է, տոնածառը ընտրում եմ ես, պատվիրում եմ ես, գնում եմ ես, հետո հետևում եմ ոնց են բերում տեղադրում, ոչ մեկ միայն իմ կողքին պիտի ինձ օգնեն, լուր, որպեսզի ես, որտեղ դա ինձ համար մեծագույն արարողություն է, ես ունեմ խայտառակ մեծ քանակի խաղալիքներ եւ մի լուրջ ավանդույթ ամառվա որ պահին ուզում է լինի, եթե ես հայտնվում եմ ինչ-որ երկրում, աշխարհի որ ծայրում, ես ամեն տարի հավաքում եմ այդ տարվա նոր խաղալիքները ու մի շատ հետաքրքիր բան կա, հիմա իմ խաղալիքները այնքան շատ են, որ ես ընտրություն կատարելիս դուք կարող եք մտածել, որ ես խենթեմ, գուցե ընտրություն կատարելիս այն խաղալիքները, որ տեղ չի լինելու, ես իրենց ներողություն եմ խնդրում, որ այս տարի չեմ կախելու, ասեմ ոչինչ կներեք, մյուս տարի եւ այլն ու աշխատում եմ միշտ տենց փոփոխական բաներ անել, բայց իհարկե մի ուրիշ ավանդույթ էլ որ չքնաղ է, երբ որ ես ամեն ինչ ավարտում եմ, իմ ընտանիքի անդամները կախում են առաջին այսպես խաղալիքը եւ պահում են երազանք։ Ընտիր։ Ես վստահ եմ ձեր հսկայական հավաքածուի մեջ նաեւ սովետական ապակե խաղալիքներից կլինի։ Իմ բոլոր խաղալիքները սովետական ապակու խաղալիքներից են։ Ես միայն ունեմ ապակու խաղալիքներ եւ ես երբեմն լաց եմ լինում, երբ որ ճանապարհին բերելուց մեկը կոտրվում է, հուզվում եմ շատ, որտեվ բոլորը գիտեն չի կարելի իմ խաղալիքների մոտ գալ եւ ես դրանք հատուկ պահում եմ տարբեր տուփերով։ Ամանորը չքնաղ տոն է։ Ամանորին էլ հաջորդում է նույնքան չքնաղ Սուրբ Ծնունդը։ Ես Սուրբ Ծնունդին հաջորդում է Պասը։ Ինձ համար այդ ժամանակահատվածը ես ամեն կերպ ուզում եմ երջանիկ լինել, այդ ժամանակահատվածը ընդգրկելով երջանկության իմ հենց այդ ամենակարևոր փուլում, այնպես որ ամանորը ամենալավ տոնն է երբևէ իմ կյանքում, միշտ։ Ես ավելի լավ եմ դա նշում ու սիրով, քան իմ ծննդյան տոնը։ Շատ հետաքրքիր եւ վերջում հունվարի 1-ին ժամը քանիսին եք արթնանում։ Անկեղծ ասած չի գիտեմ, նայած հյուրերս երբ կգնան, որտեվ երբեմն լինում է, որ ժամը 6-ին են գնում կամ 5-ին են գնում կամ եղել են դեպքեր, որ մեր շատ մտերիմ ընկերներից մնում են, այդպիսի խնդիր չունենք, հատկապես հիմա մայրս ինձ հետ է ապրում եւ նա մեզ երես է տալիս, մենք բոլորս քնում ենք երկար, արթնանում ենք սուրճի բույրից, որ ինքը եփում է եւ մենք տենց ես այս տարի որոշել եմ լավ տրամադրությունը քնելուց արթնանալուց հետո շարունակեմ իմ գրքերով, իմ ֆիլմերով եւ ոչ միտեղ չգնամ եւ բոլորին զգուշացրել եմ, որ ինձ չխանգարեն։ Եվ այդ ակղերով երբ գալիս են շնորհավորելու, որևէ խմիչք է լինում։ Գիտեք, ես մի ազնիվ բան ասեմ, ես բավական խելացի ու խորամանկ բան եմ արել։ Լավ, բան, իմ բոլոր ընկերները, ով մենք հավաքվում ենք դեկտեմբերի 31-ին։ Բոլորս նշում ենք, դրանից հետո 2 օր մենք հանգստանում ենք եւ ես ինքս մեր ընտանիքի հորեղբորս, հորաքրոջս շնորհավորում եմ արդեն ամսի 3-ից հետ, 3-ին, այսպես ասած, եւ ամեն ինչ ավարտվում է։ Ես չեմ սիրում այն արարողությունը, որ աշխատողներով, չգիտեմ, կամ sense գալիս են, գնում են, բոլորը գիտեն։ Մենք այդ օրը նշեցինք, հետո իմ ընտանիքի ժամանակն է, հետո ես մեր մեծ ավելի ընտանիքի հարազատների մեծերին եմ շնորհավորում առանց ավելորդ անհասկանալի նվերների, այլ շատ մեծ ուրախությամբ եւ վերջ այդքանով ավարտում են իրենց համար ամանորը, իսկ այն իմ համար շարունակվում է մինչեւ փետրվար, որտեվ ես միայն փետրվարի սկզբին հանում եմ
ճգնաղ եղևնի։ Հետաքրքիր է, մեր տանն էլ մոտ հունվարի 10-ին արդեն անպայման ստիպում են հանել, որտեղ շատ տեղ է զբաղեցնում, ձեզ մոտ փաստորեն հակառակն է։ Չէ, ինձ մեր տանը ես քանի որ ամանորի հետ կապված այդպիսի կիրք ունեմ, դժվար ինչ-որ մեկը կարողանա ինձ հակառակել այդ առումով։ Վստահ եմ այդ առումով, շնորհակալ եմ այս հիշողություններով մեզ հետ կիսելու համար։ Ջերմացրիք մեզ, տաղավարն էլ էր շատ ջերմ, ձեր հիշողություններն էլ նույնչափ։ Թույլ տվեք շնորհավորել նաև գալիք ամանորն ու Սուրբ Ծննդը, ես վստահ եմ մենք էլի հանդիպելու առիթներ կունենանք եւ դիմելով հեռուստադիտողին, քանի որ ամանորյա ուղերձները շատ տարբեր են լինում, մի ուղերձով էլ դուք դիմեք մեր հեռուստադիտողին, ինչպիսի 2026 կցանկանաք նրանց։ Սիրով շնորհավոր եմ, բայց մի բան ասեմ հետո, որովհետև այս տարի իմ աղջիկը ամուսնացավ եւ առաջին անգամ իմ հետ մեր ընտանիքը ամբողջական չի լինելու, ինքը անսովոր է նշելու է իր ամուսնու հետ եւ ես շնորհավորելով բոլոր ընտանիքներին ուզում եմ ասել, թող որ ձեր երեխաները երջանիկ լինեն աշխարհի որ անկյունում որ կլինեն, թող որ նրանք ապահով լինեն եւ ապրեն խաղաղ երկնքի տակ աշխարհի որ անկյունում որ կլինեն, թող ձեր երեխաները եթե ծառայում են բանակում, ապա խաղաղ տուն վերադառնան ուժ եւ կորով այն մայրերին, որոնք պիտի սպասեն այդ վերադարձին, թող որ Աստծո օրհնությունը լինի ձեր ընտանիքներին, որովհետեւ առանց դրա ես կարծում եմ երաշխիք չկա հաջողության, թող որ այն ամենաբարդ բանը, որ ձեզ կարող է պարուրել, շատ սիրելն է բոլորին եւ փորձել բոլորին նույն չափով ձեր սերը տրամադրել։ Շնորհավոր ամանոր, շնորհավոր Սուրբ Ծնունդ, շնորհավոր գալիք տարի։ Շնորհակալ եմ մաղթանքի համար, իսկապես նաև այս մաղթանքը մեզ ջերմացրեց, նաև մեր թիմի անդամներին։ Շնորհակալ եմ դարձյալ հարցազրույցի համար։ Ձեր թույլտվությամբ միայն շնորհակալություն ասեմ այստեղ լինելու համար, բացի այն, որ այս անկյունը շատ տաքուկ է, ես մի բան նկատեցի մինչև այս պահը այստեղ գալու, սա հրաշալի թիմ է, ես խենթանում եմ երիտասարդների համար, այստեղ բոլորը երիտասարդ են եւ շատ գեղեցիկ։ Մենք էլ խենթանում ենք, երբ մեզ այսքան քաջալերում են Տիկին Գրիգորյան։ Ձեզ լավ երեկո։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտող, մեր եթերը դեռ չի ավարտվել, ես վստահ եմ, դուք ամանորյա խառնաշփոթի մեջ եք, բայց հասցրեք մեզ հետ նաև լինել, որովհետև մենք շատ տոնական ու ջերմ եթեր ենք ձեզ խոստանում։